սիրելի հայրենակիցներ, մենք ավարտեցինք Եռաբլուրի պես ճանապարհահատվածի կառուցումը։ Ուրեմն անցած տարի Երևանի քաղաքապետարանը այս ճանապարհը նորոգել է ու ճանապարհը ամբողջովին քանդվել է նորոգված ճանապարհը ես հետ կտեղադրեմ եւ ճանապարհը միայն այս հատվածում չի քանդված, այլ ամբողջ ճանապարհն է քանդված։ Նորից եմ նշում, այս ճանապարհը անցած տարի են դեկտեմբերի վերջ աշխատանքները ավարտվել։ Ուղղակի ես շատ բան չեմ ասի, ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ ու ինչ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, մեծ ցավ եմ ապրում, որ անցկացվող բարեկարգման աշխատանքները նման ձևի են անցկացվում, ավելի մեծ ցավ եմ ապրում, որ այդ աշխատանքները անորակ ձևի ստե են անցկացվել, որտեղ նման բան պիտի տեղի չունենար։ Ուղղակի Մալացա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը այս ճանապարհը նորոգելու ժամանակ 1000 անգամ, եթե ոչ 100,000 անգամ եկել աստե տեսանյութներ էր հրապարակում, որ ինքը տեսեք ինչ հզոր ղեկավար է, ասենց գալիս էր, այսենց մատերը տնգած, այսենց նկարներ էին անում, ասենց եսիմից ձևերով նկարներ էին անում, մենք ենք հզոր ենք, մենք էս ենք սարքում, մենք էս ենք սարքում։ Ռոմիկ Մխիթարյան, էսա ձեր սարքածը։ Էսի Ռոմիկ Մխիթարյան, ձեր կառավարման պատկերն է, անկեղծ։ Էսի նույն Մալացա Սեբաստիա վարչական շրջանի են տերասային նստարաններն է։ Ուղղակի էսի խայտարակությունը, ու էս խայտարակությունը ոչ մի սահման չունի, անսահման է։ Մարդիկ որ ամոթ ունենային, սենց աշխատանքներ չէին անի ու չէին գա PR-վելու ստե, նկարվելու, սենց մատերը ցցած ստե բան, իմ թե շատ են գործից հասկանում, իրանք պրոֆեսիոնալներ են, երևի կյանքի մեջ եսկի մեխից խփած չկան, պատին, ուղղակի բախտի բերումով թաղապետ են դառը։